Ողջույն բոլորին, ձեզ հետ Գևորգն է ու այսօր ես խոսելու եմ երևի թե ամենասպասված հանդիպումների մասին, երևի այս մրցաշրջանի ամենասպասված տեսանյութը կլինի, չգիտեմ որքանով եմ ես դեռևս ակտուալ, որքանով դեռևս քննարկվող է այս թեմաները, բայց կարծում եմ այն ինչ վերաբերվում է UEFA Չեմպիոնների լիգային միշտ պետք է լինի headline ու միշտ պետք է լինի առաջնային տեղերում որպես քննարկում։ Երկու տարբերագույն հանդիպումներ մենք տեսանք Ինտեր Բարսելոնա ու Paris Saint-Germain Arsenal, որտեղ իհարկե ակնկալիքներն էլ երկուսից էլ մեծ էին, մեկից ստացանք, չգիտեմ, դրամա, էմոցիաներ ու թե ինչպես կարելի է ուղակի բնավորության հաշվին հաղթել որակապես ավելի լավ թիմին, իսկ երկրորդում մենք ստացանք որակապես երկու լավ թիմերի հանդիպում, որտեղ խիզախությունը ու ավելի շատ հանգստությունը բերեց արդյունք, ով ավելի հանգիստ էր, դա բերեց իր արդյունքը ու հաղթեց տվյալ թիմը դուրս գալով Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Հիմա դուք արդեն գիտեք թե ովքեր են եզրափակչի մասնակիցները, մայիսի 31-ին լինելու է Paris Saint-Germain Ինտեր հանդիպումը Մյունխենում, որտեղ իհարկե բոլորս սրտացավորեն ենք մոտենալու Հենրիխ Մխիթարյանի թիմին ու վստահ եմ, որ նեյտրալ երկրպագուները, իհարկե ոչ այն երկրպագուները, որոնք բավականաչափ ծանր են տարել այն փաստը, որ Ինտերը հաղթել է Բարսելոնային, խոսքը գնում է միայն Բարսելոնայի երկրպագուների մասին ու իրանք չեն ցանկանալու Ինտերին հաղթանակ։ Մնացածը իհարկե վստահ եմ երկրպագելու են Բարսելոնային ներողություն Ինտերին ու ցանկանալու են, որպեսզի Մխիթարյանը բարձրացնի այդ ականջավոր գավաթը ու դա կլինի ամենաէպիկ վերջաբանը ինչ որ մեկի ֆուտբոլային կարիերային։ Բարսելոնա Ինտեր, էմոցիաներ, դրամա, բնավորություն։ Paris Saint-Germain Arsenal, խիզախություն ու հանգստություն։ Ահա այսպիսի շեշտադրումներով են լինելու այսօրվա քննարկումները երկու հանդիպումների մասին։ Չեմ դիտել կոնֆերենցիաների լիգան եւ Եվրոպա լիգայի հանդիպումները, մինչեւ դա է այս տեսանյութը նկարահանվում, այնպես որ ես հույս ունեմ, որ այնտեղ կտեսնեմ Եվրոպա լիգայում համենայն դեպս անգլիական եզրափակիչ ու դա իհարկե կլինի ֆանտաստիկ, երբ 14 ու 15-րդ տեղերում գտնվող թիմերը Պրեմիեր լիգայում կարող են մրցաշրջանը ավարտել գավաթով, ավելի կարևոր գավաթով, քան Arsenal-ը վերջին 5 տարում, որը չի նվաճել ոչ մի գավաթ։ Դա իհարկե տխրահռչակ է, դա իհարկե trust the process է։ Չեմ ուզում մանրանալ հիմա ինչ է տեղի ունենում Եվրոպա լիգայում ու կոնֆերենցիաների լիգայում, ակնկալում եմ, որ եզրափակում կտեսնեմ Manchester United Tottenham, այո, այնտեղ կա ինչ որ մի հատ ինտրիգ, երբ խոսքը գնում է Տոտենհեմի մասին, այսինքն ոչ թե մտածում եմ, որ Բյուդո Գլիմտը կարող է ինչ որ մի հատ անհավանական բան անել, բայց քանզի Տոտենհեմն է մրցակիցը, ամեն ինչ այնտեղ հնարավոր է։ Դե իսկ կոնֆերենցիաների լիգայում երևի թե կլինի Չելսին, որը առաջին խաղում վստահորեն հաղթեց, եւ հաջորդ մրցակիցը ես կուզեմ տեսնել Բետիսին, որովհետեւ այնտեղ կա Իսկո, որը իմ սիրելի ֆուտբոլիստներից է, որը, չգիտեմ, ես չեմ սիրում Մադրիդի Ռեալ ակումբը որպես այդպիսին, թե մի շարք արժեքների հիման վրա, բայց չեմ էլ միանգամից որպեսզի չթռնեք դեմքից, ես չեմ էլ պատրաստվում իջեցնել նրա հանճարը, հա, Ռեալի որպես ակումբ, բայց իմ սիրելի ակումբների ցանկում չի մտնում ու այդ չսիրված ակումբների մեջ ես ունեի ֆուտբոլիստ Իսկոին, որին չափազանց շատ էի սիրում ու առ այսօր շատ եմ սիրում։ Բացի դրանից Անտոնի, որը վերածնունդ է ապրում Բետիսում ու հույս ունեմ, որ նա կխաղա եզրափակչում, որովհետև այս պայդրությամբ մարզավիճակով ու այն դժվարությունների միջով, որով Անտոնին անցել է, նա արժանի է խաղալ որևէ եվրագավաթային եզրափակչում։ Սպասում եմ Չելսի Ֆիորենտինա, ներողություն, Չելսի, Բետիս, Manchester United, Tottenham, դե իսկ Չեմպիոնների լիգայի մասին մենք արդեն գիտենք։ Քեզ մնում է ուղղակի բաժանորդագրվես իմ YouTube-յան ալիքին, թողնես մեկնաբանություններում քո կարծիքը տվյալ հանդիպումների, դրվագների եւ ընդհանրապես ինչ ես դու կարծում Արդյոք արդար էր Ինտերի եզրափակիչ դուրս գալը, արդյոք Paris Saint-Germain-ը Եվրոպայի լավագույն ֆուտբոլ խաղացող թիմն է։ Այս հարցերի պատասխանները ոչ միայն ինձանից են գալիս, այլ նաև ձեզանից, այնպես որ գրեք մեկնաբանություններում ձեր կարծիքը, հետևեք ինձ YouTube-ում, հետևեք ինձ նաև սոցիալական հարթակներում, Telegram-ում հատկապես, որովհետև ես այնտեղ ունեմ բլոգ, ես այնտեղ վարում եմ, մենք այնտեղ օրեցօր շատանում ենք ու այնտեղ ամեն ինչ օբյեկտիվ է, ամեն ինչ պատշաճ է ու առանց վիրավորանքի է մարդկանց միջև։ Այսքանը երևի թե սկզբի համար քննարկենք Չեմպիոնների լիգան, իմ ձայնի հետ կապված խնդիր կա, այնպես որ ես այսօրվա տեսանյութը չի լինելու 55-56 րոպե, ես կլինեմ
հստակ, ես կլինեմ բովանդակալից, բայց կարծում եմ մի փոքր ավելի կարճ կլինի տեսանյութը, քան միշտ ունեցել եմ։ Քննարկենք Չեմպիոնների լիգան, այնտեղ խոսելու շատ բան կար։ Ու եկեք խոսենք երևի թե ամենաթեժից, Ինտեր Բարսելոնա հանդիպումը ավարտվեց ընդհանուր հաշվով 7-6, իսկ կոնկրետ Սան Սիրոյում կայացած հանդիպումը 4-3, 120 րոպե թիմերը անցկացրեցին խաղադաշտում ու այդտեղ ավելի համառ գտնվեցին Ինտերի ֆուտբոլիստները։ Նախ, ինչպես ավարտվեց առաջին հանդիպումը։ Բոլորս էլ հիշում ենք, որ թրիլերային սցենար ստացած խաղն ավարտվեց 3-3, որտեղ Բարսելոնան շատ ավելի լավն էր, որտեղ Բարսելոնան որակապես ու համակարգ որպես ավելի հարցակվողական էր, Հանսի Ֆլիկը մրցաշրջանի սկզբից իդեպ ոչ մեկ չէր սպասում նման խաղի, բայց սարքեց Բարսելոնային այնպիսի թիմ, որը առաջնային մտածում է հարցակման մասին, իսկ պաշտպանությունը գնում է ետին պլան, ու ընդհանրապես գերմանացի մասնագետների հիմնական շեշտադրումը հենց հարցակման վրա, այսինքն եթե դուք նայեք Եվրո 2024-ի Գերմանիան Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ, եթե դուք երկար ժամանակ հետևել եք Յուրգեն Կլոպին Լիվերպուլում, եթե դուք գիտեիք Յոախիմ Լյովի Գերմանիա հավաքականը, եթե դուք տեսել եք Հանսի Ֆլիկի Բավարիան ու Հանսի Ֆլիկի Բարսելոնան, եթե դուք Թոմաս Տուխելի Չելսիին եկնել, այսինքն յուրաքանչյուր գերմանացի մասնագետ, այսինքն գերմանական մարզչական դպրոցը միշտ առաջնայինություն է տվել հարցակմանը ու տպավորություն է, որ մենք կհաղթենք խփելով ավելի շատ գոլ, այսինքն այո, մենք կարող ենք բաց թողել գորել, դա ֆուտբոլի մի մասն է, բայց եթե դնենք ու հաշվենք բաց թողած ու խփած, ապա մենք պետք է հաղթենք խփելով ավելի շատ գոլ։ Ու Բարսելոնան այս մրցաշրջանում առաջին ու երկրորդ անգամ չէ, որ նման թրիլերային սցենարով է ավարտում հանդիպումները, որտեղ ավելի շատ գոլ խփելով դառնում է հաղթող։ Ինտերի դեմ այդ ամենը առաջին խաղում չստացվեց, որովհետև ի տարբերություն մնացած թիմերի Ինտերը բավականին փորձառու, համակարգված ու պատրաստ նման սցենարների թիմ է։ Ինտերը ամենատարեց թիմն է եվրոպական top 5 առաջնություններում։ Միջին վիճակագրական տվյալներով 30+ է կազմում այնտեղ Ինտերի կազմի միջին տարիքը, որովհետև կա Մխիթարյան, կա Չալհանօղլու, կա Աչերբի, կա Յան Զոմեր, այնտեղ Արնաուտովիչն էլ կա։ Մի խոսքով մի շարք ֆուտբոլիստներ, որոնք 30-ը հատել են, որոնք մոտենում են իրենց կարիերայի ավարտին, բայց որպես այդպեսին շարունակում են մնալ դեռևս top ֆուտբոլիստներ։ Ու գիտեք, ես ամբողջությամբ արդար կլինեմ, նույնիսկ այդ առաջին հանդիպումից հետո, երբ խաղը պետք է կայանար Ինտերում, ես ասում եմ, որ Ինտերի հնարավորությունները մեծացել են։ Ես ասում եմ, որ Ինտերը Սան Սիրոյում այլ թիմ է։ Ես ասում եմ, որ Ինտերը հիմա ավելի լավ գիտի, թե ինչի է պատրաստվում Բարսելոնայի դեմ ու ավելի տարբեր մտքերով դուրս կգա խաղադաշտ, բայց ես ներքին զգացողություն ունեի, որ ֆավորիտը շարունակում է մնալ Բարսելոնան։ Ու այդ զգացողությունը ունեի նույնիսկ ամբողջ հանդիպման ընթացքում, նույնիսկ երբ Ինտերը հաղթում էր 2-0 հաշվով, նույնիսկ երբ Ինտերը խփեց պատասխան 4-րդ գոլը Ֆրատեզին երբ խփեց լրացուցիչ առաջին խաղակեսում։ Մինչև լրացուցիչ առաջին խաղակեսի վերջ ես հավատում եմ, որ Բարսելոնան դուրս է գալու եզրափակիչ ու ես շարունակում էի վստահորեն պնդել, որ Բարսելոնան այս խաղում ֆավորիտ է։ Երբ լրացուցիչ երկրորդ խաղակեսը սկսվեց, ես նայեցի 1-2 րոպե, ասացի, չէ, լավ։ Ինտերը այս հաղթանակը չի տա։ Ու գիտեք ինչն է խնդիրը, որ Բարսելոնան այս մրցաշրջանում մեզ այնքան է սովորեցրել, որ իրենք կարողանում են դժվարին իրավիճակներից դուրս գալ, հենց վառապացույց է Մադրիդի Ռեալի դեմ 4-0 հաղթանակը, որտեղ առաջին խաղակեսում Մադրիդի Ռեալը շատ ավելի լավն էր Բարսելոնայից։ Հենց Ատլետիկոյի դեմ մի շարք հանդիպումները, որտեղ նրանք սկզբի 6 րոպեի ընթացքում 2 գոլ էին բաց թողում, Ինտերի դեմ հենց դիմակայության առաջին խաղը Բարսելոնան գոլ բաց թողելուց հետո տպավորություն էր ստեղծում, որ ինքը չի հուսահատվում, Բարսելոնային 1 է նրա բաց թողած գոլը, իրենք շարունակում են խայտարակ մեծ ճնշումով աշխատել։ Երկու թիմերը դուրս եկան խաղադաշտ, որպես այդպեսին առանց փոփոխությունների, պլյուս մինուս բացականներով, Ինտերը վերադարձել էր ամբողջությամբ, Լաուտարո Մարտինեսն վերադարձել էր խաղադաշտ, այո, նշվում է, որ ինքը ցավազրկողներով անցկացրեց հանդիպումը ու երկրորդ խաղակեսում էր, չեմ հիշում, երկրորդ խաղակեսի միջնամասում փոխարինվեց Լաուտարո Մարտինեսը, որովհետև երևի թե ցավերն ինքն իրեն ասում էին ու նրա փոխարեն մտավ Մեդի Տարեմին։ Բայց Լաուտարո Մարտինեսը կար, Լաուտարո Մարտինեսը շատ կարևոր դեր խաղաց Ինտերի այս դիմակայության մեջ
ու Լաուտարո Մարտինեսը մշտապես նշել են, բայց շատ քչերն են դա փաստում, որ համենայն դեպս այս պայդրությամբ աշխարհի top 5 հարձակվողներից մեկն է։ Ու Լաուտարո Մարտինեսը տնային խաղերում շատ այլ ֆուտբոլիստ է, չգիտեմ, երկրպագուների աջակցությունն է նրան ստիպում ավելի լավ խաղալ, կամ չգիտեմ, տնային հանդիպումների այդ ներքին ինքնավստահությունն է ստիպում, որպեսզի ինքը ավելի լավ խաղալ, բայց դիտեք Ինտերի հանդիպումները արտագնա ու տնային, ու դուք միանգամայն կզգաք Լաուտարո Մարտինեսի տարբերությունը։ Ես անձամբ ականատես եմ եղել Ինտերի խաղին Սան Սիրոյում, ես գիտեի որ հանդիպմանն եմ գնում, ու դրանից մի քանի օր առաջ, եթե հիշում եք, Ֆիորենտինան 3-0 հաշվով հաղթեց Ինտերին, ու Լաուտարո Մարտինեսը այդ խաղում ոչինչի մասին էր։ Պատասխան խաղում Սան Սիրոյում, երբ Ինտերը հաղթեց 2-1 հաշվով, Լաուտարո Մարտինեսը նման էր ինչ-որ մի հատ գազանի, որը լուրջ վրեժխնդիր ունի մրցակցի նկատմամբ, ու հենց ինքն էլ դարձավ գոլի եղինակ ու բերեց հաղթանակ բանին Ինտերին։ Ինչևէ, Ինտերը մտել էր խաղադաշտ ամբողջությամբ մարտական կազմով, Բարսելոնան եւս ոչ մի փոփոխություն չէր կատարել Բարսելոնան, բայց այնտեղ խնդիրներն ավելի շատ էին, չկհասցրեց վերականգնվել ամբողջությամբ Ռոբերտ Լևանդովսկին, բայց ինքը կար հայտարարությունում, չհասցրեց վերականգնվել Բալդեն ու նրա փոխարեն Ժերար Մարտինն անցկացրեց հանդիպումը, եւ եթե հիշում եք, առաջին խաղում Ժուլ Կունդեն ստացավ վնասվածք ու կարծում եմ որ այդ ծանրաբեռնվածությունն էր, այդ 100+ հանդիպումները, որ նա անցկացրել էր անընդմեջ ի վերջո բերեց մկանային խնդրի ու նա ստացավ վնասվածք, ամբողջությամբ նորմալ էր, որովհետև ռոբոտ չէ, Ժուլ Կունդեն ճիշտ է տպավորություն էր ստեղծվել, որ նա ռոբոտ է ու ի վերջո վնասված ստացավ։ Այդ 3 ֆուտբոլիստների բացակայությունը կարծում եմ լուրջ անդրադարձ ունեցավ Բարսելոնայի վրա, որովհետև առաջին խաղակեսում, այսպես ասեմ, Ինտերը շատ ավելի լավն էր։ Հիմա կարող են ինձ Բարսելոնայի երկրպագուները միանգամից հեյթել, կարող են Բարսելոնայի երկրպագուները միանգամից հակառակը պնդել, դեպի Յամալը, որ այդքան անցավ, այդքան շրջանցեց, այդքան եսիմ ինչ արեց։ Ինտերը շատ լավ էր պատրաստվել։ Սիմոնե Ինզագին հիասքանչ պատրաստվել էր Բարսելոնայի դեմ խաղին ու հատկանշական էր Ինտերի ինտենսիվությունն առաջին խաղակեսում, որը իհարկե միանգամից սպառվեց երկրորդում։ Ինտերը շատ լավ էր գործում պրեսինգի ժամանակ, Ինտերը շատ լավ էր գործում հակապրեսինգի ժամանակ, այսինքն եթե դուք նայեք յուրաքանչյուր դրվագ, յուրաքանչյուր իրավիճակում, երբ Բարսելոնան կորցնում էր գնդակը, նա կորցնում էր հիմնականում սեփական կիսադաշտում։ Ու Ինտերի Սիմոնե Ինզագիի միտքն այն էր, որ ինքը բավականին կոմպակտ պրեսինգի գնա, այսինքն Ֆեդերիկո Դի Մարկոն, Դենզել Դումֆրիսը, իրանք մշտապես շարժվում էին դեպի կենտրոն, իրանք եզրերում չէին մնում, ինչը որ սպասում էր Հանսի Ֆլիկը։ Էրիկ Գարսիան եզրային պաշտպան էր այդ խաղում, բայց կարծում եմ շատ պարզ էր, թե ինչի պետք է դիմակայի Էրիկ Գարսիան, այսինքն Ֆեդերիկո Դի Մարկոյի մշտական միացումները գրողներին, Դի Մարկոյի սուր փոխանցումները, նրա ձախ ոտքը, ու դա էր, որ պետք է պահեր Էրիկ Գարսիային, նրան իհարկե միանում էր նաև Պեդրին, իհարկե ոչ Յամալը, որովհետև Յամալը ինքը, չգիտեմ, տիեզերական տաղանդ ունի ու ինքը պիտի մնա հարձակման գծում, որպեսզի կարողանա ստեղծագործի, կարողանա արարի։ Ինտերը շատ լավ էր աշխատել ու Ինտերը կարողացավ երկու լավ իրավիճակներում որսալ Բարսելոնային բարձր դիրքավորման պաշտպանությունում։ Նախ առաջին գոլը լավ փոխանցում հակապրեսինգից հետո վերցրեց Ինտերը գնդակը սուր դեպի Դենզել Դումֆրիսը իհարկե դարձավ ահու սարսափը Բարսելոնայի, որովհետև Դումֆրիսը 2 գոլ, 2 ասիստ կամ 2 գոլ 3 ասիստ կատարեց Բարսելոնայի դեմ դիմակայություններում, ու դա իհարկե ֆանտաստիկ էր, ու Դենզել Դումֆրիսը երևի թե այս պայդորությամբ աշխարհի լավագույն եզրային պաշտպանն է մարզավիճակով։ Ինտերը շատ արագ խփում է առաջին գոլը։ Դյումֆրիսի փոխանցումից հետո Լաուտարո Մարտինեսը դառնում է գոլի հեղինակ, այդտեղ սխալվում են Բարսելոնայի պաշտպանները, չեն հասցնում ստեղծել արհեստական խաղից դուրս վիճակ ու գոլը ստեղծվում է։ Դրանից հետո վառ զգացվում էր, որ Բարսելոնան վերցնում է գնդակ ու սկսում է գրոհել, բայց Ինտերի էներգիան դեռևս տեղում էր ու այն նախնական նախագիծը, այդ նախնական պլանը, որը ուներ Սիմոնե Ինզագին, շարունակում էր արդյունավետ իրագործել Ինտերը, այսինքն յուրաքանչյուր սխալ կենտրոնում, յուրաքանչյուր սխալ դիրքավորում Բարսելոնայի ֆուտբոլիստներից կենտրոնում միանգամից պատժվում էր Ինտերի կողմից։ Մխիթարյանը ու Դի Մարկոն պատասխանատու էին
Լամին Յամալին։ Արդյոք ամբողջությամբ ստացվեց Յամալին կանգնեցնել, ոչ, որովհետև Յամալը հիմա այնպիսի մարզավիճակում է ու այնպիսի տաղանդ ունի իհարկե Լամին Յամալը, որ դժվար է կանգնեցնել նման ֆուտբոլիստի, բայց թե Դիմարկոն, թե Հենրիխ Մխիթարյանը խաղացին առաջին խաղակեսում հիասքանչ ֆուտբոլ։ Բրավո երկուսին, էլ հատկապես Հենրիխ Մխիթարյանին, նա 36 տարեկանում ցույց է տալիս, թե ինչերի կարող է հասնել մարդ, երբ ունի նպատակամղվածություն, երբ ունի աշխատասիրություն ու երբ ունի անհրաժեշտ բոլոր ունակությունները, թե հոգեբանական, թե ֆուտբոլային, որպեսզի հասնի արդյունքի։ Մխիթարյանը իհարկե փայլուն էր եւ ես շնորհավորում եմ Հենրիխին, հերթական անգամ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ հույս ունեմ, մեծագույն հույս ունեմ, որ այս անգամ ականջավոր գավաթը կլինի նրա գլխավերևում, այլ ոչ թե նա տխուր կանցնի դրա կողքով։ Առաջին խաղակեսում, եթե չեմ սխալվում, 2-1, բայց Ինտերը քանդվեց, ոչ թե քանդվեց, սխալ կլինի քանդվեց։ Ինտերը այնքան շատ ուժ դրեց առաջին խաղակեսի վրա, որ ամբողջ այդ էներգիան կորավ երկրորդում։ Այո, դա այդպես է։ Որովհետև երկրորդ խաղակեսը երբ մեկնարկեց, Բարսելոնան ամբողջությամբ տիրում էր խաղին։ Այդ ինչ ձև էր, ահավոր էր։ Ինտերը 0.8xg-ով ավարտեց երկրորդ խաղակեսը, այսինքն որպես այդպիսին 1 հարված է կատարել դարպասին Ինտերը, եւ այդ 1 հարվածը, չէ, կներեք, 2 հարված է կատարել, մեկը Բարելան էր։ Այդ 1 հարվածը բերեց գոլի։ Բայց ինչ դա։ Նախ ես դա մոռացա նշեմ, ես հիմա եմ ասում։ Եթե դուք այս տեսանյութը նայելու եք մրցավարական գործողությունները քննարկելու համար, կարող եք անջատել։ Չգիտեմ, արդեն շատ անցել, բայց կարող եք անջատել։ Շիմոն Մարչինյակի հասցեին շատ կեղտեր շպրտվեցին, հատկապես Բարսելոնա երկրպագուների կողմից։ Միտեղ 11 մետրանոց չնշանակեց, միտեղ դեղին քարտ չտվեց, միտեղ կարմիր քարտ չտվեց, միտեղ չվերցրեց գնդակը, չտարավ, չշպրտեց Ինտերի դարպասը, որպեսզի գոլ խփեն։ Շատ նման դեպքեր եղան։ Ես չեմ քննարկելու մրցավարական գործողությունները, ընդհանրապես չեմ հասկանում իմաստը քննարկելու մի խաղի մրցավարին, երբ այնտեղ հազար ներողություն 1 խաղում 7 գոլ է եղել։ Իսկ ընդհանուր առմամբ, չգիտեմ, 13 գոլ եղավ, 14 գոլ եղավ։ Բա ես չեմ հասկանում տվյալ մարդկանց, ովքեր քննարկում են մրցավարին, երբ 14 գոլ է եղել երկու դիմակայությունում։ Մի խոսքով 13 գոլ է եղել, կներեք։ Երկրորդ խաղակեսը մեկնարկում է, Բարսելոնան շատ մեծ ճնշումով ու շատ արագ կարողանում է 1 գնդակ ետ բերել։ 2-1 չի ավարտվում, 2-0 է ավարտվում առաջին խաղակեսը։ Ու դա ես ասում էի, մեր տղերքի չաթում էինք մենք դա քննարկում, որ շատ կարևոր է, որպեսզի Բարսելոնան շուտ գոլ խփի երկրորդ կեսում։ Ու նա դա անում է, ու անում է ոչ թե 1, այլ անում է 2-ը։ Նախ փոփոխությունը, որը կատարեց Սիմոնե Ինզագին, մի փոքր հասկանալի չէր, որովհետև ինքը միանգամից առաջին գոլից հետո փոխարինեց Ֆեդերիկո Դիմարկոին, նրա փոխարեն դուրս բերելով խաղադաշտ Կարլոս Ագուստոին։ Ես շատ անգամ եմ խոսել Սիմոնե Ինզագիի անհասկանալի փոփոխություններից, այս հանդիպումը իհարկե բացառություն էր, բայց կոնկրետ այս փոփոխությունը մի փոքր հարցեր առաջացրեցին, որովհետև միթե Դիմարկոն այդքան քանվել էր առաջին խաղակեսում, որ երկրորդ խաղակեսին սկիզբը տապալեց, որ միանգամից նրա փոխարեն Կարլոս Ագուստո։ Բարսան խփում է Դիմարկոյի եզրից առաջին գոլը Էրիկ Գարսիայի, ու Բարսան խփում է նաև երկրորդ գոլը հենց այդ եզրից, բայց երբ խաղադաշտում էր արդեն Կարլոս Ագուստոն։ Ու 2-2։ Ես սպասում եմ, որ Բարսան պետք է խփի նաև երրորդ գոլը նույն ժամանակահատվածում, ու երրորդ գոլը ամբողջությամբ կկոտրեր Ինտերին։ Բայց դա Բարսելոնան չկարողացավ անել, որովհետև նախ Գերֆանտաստիկ Յան Զոմեր, պրոստա աներևակայելի սեյվ էր Յան Զոմերի կողմից, հատկապես այդ հակագրոհը, երբ Բարսելոնան կազմակերպեց, ու ով էր, Էրիկ Գարսիան էր, այո, Էրիկ Գարսիան լավագույն հարվածը չկատարեց, այո, ես ամբողջությամբ համաձայն եմ, բայց ինչպես Զոմերը ցատկեց ու փրկեց, նման սեյվ ես տեսել եմ ուղիղ եթերում, մոտավոր եմ ասում, ես կարող եմ սխալվում, 2009 թվականներ ու խաղում էր Ռեալ Մադրիդը Սևիլիայի հետ, երբ մոտ տարածությունից հարվածում են ավելի բարդ իրավիճակում Իկեր Կասիլիասը մի հատ
աներևակայելի save է կատարում, փրկում է Ռեալին այդ իրավիճակում։ Ես չեմ հիշում ինչպես ավարտվեց այդ հանդիպումը, որովհետև ես այնքան այդ տպավորված կոնկրետ այդ դրվագով, որ մնացյալը ինձ արդեն կարևոր չի։ Ու Յան Զոմերը կատարում է այդ ֆանտաստիկ save-ը։ Բարսան զրկվում է արագ երրորդ գոլից։ Ու մերթ Սիմոնե Ինզագին կատարեց ճիշտ փոփոխություններ։ Ինքը չթողեց այն ֆուտբոլը, որը խաղում էր առաջին կեսում։ Այո, մի փոքր ստիպեց նահանջել թիմին, բայց դա ստիպեց Բարսելոնա։ Նա փոխում է կենտրոնական կիսապաշտպաններին։ Նա հանում է Մխիթարյանին ու հանում է Չալանօղլուին։ Նրանց փոխարեն շարունակում են Զիելինսկին, ես չեմ սխալվում, ու Ֆրատեզին։ Երկու ծավալ տվող ֆուտբոլիստներ, պլյուս նրանց Բարելա, որը երբեք չի օգնում, չգիտեմ ոնց։ Կիսապաշտպանությունը թարմացված է, մենք գնում ենք գրոհելու։ Ու գիտեք, Բարսելոնան խփում է երրորդ գոլը Ռաֆինյան, որը ընդհանրապես ոչինչի մասին էր այս խաղում։ Այո, ինքը գոլ խփեց։ Այո, ուրախացավ ապրիվ Ռաֆինյան, հետո խաղից հետո իր տխուր փոստերը եւ այլն, բայց Ռաֆինյան մաքսիմալ անպետք էր այս խաղում։ Այսինքն ամբողջ շեշտադրվածությունը դրված էր Յամալի վրա, գրողների հիմնական ուղղությունը Յամալն էր, Ինտերը դրա մասին գիտեր, Յամալը շարունակում էր փայլել, բայց երբ գալիս էր պահ, որ Լամին Յամալի մոտ չէր ստացվում, այսինքն նրա վրա կար շատ ֆուտբոլիստներ ու պետք էր փոխվել գրոհի ուղղությունը, գնդակ ասում էր Ռաֆինյայի մոտ, Ռաֆինյան ոչինչ չէր կարողանում անել։ Իրոք, Ռաֆինյան ոչինչ չէր կարողանում անել։ Բարսան խփում է երրորդ գոլը։ Տպավորություն է, որ վերջ։ Բարսան հիմա կանցնի ու Ինտերը իհարկե, հասկանում եք, տպավորություն կար, իրոք տպավորություն կար, որ Ինտերը ինչ որ բանի չի էլ հասնելու։ Մի վարքան ես փորձեմ գտնեմ այդ խաղը։ Ահա, 4-3։ Երբ 87-ին Ռաֆինյան խփում է գոլ, ասեցի լավ, всё։ Բարսան եզրափակում է ու ամբողջությամբ ճիշտ կլիներ, որ նա դուրս գար եզրափակիչ։ Իսկ հետո ընկերներ, տաղմիջ դա տեղի ունեցավ, ես դա էլ կքննարկեմ։ Հանսի Ֆլիկը վարակվեց Սիմոնե Ինզագիի սինդրոմով։ Հիվանդությամբ։ Նախ ես չհասկացա, թե ինչու Ինիգո Մարտինեսը դուրս եկավ խաղադաշտից։ Իրոք։ Ես չհասկացա։ Այո, 51-րդ րոպեին Ինիգո Մարտինեսը ուներ դեղին քարտ։ Վախենում էր Հանսի Ֆլիկը, որ կարմիր քարտ կարող է ստանալ Մարտինեսը։ Նրա փոխարեն դուրս է գալիս խաղադաշտ Ռոնալդ Արաուխոն։ Ու հիմա փորձեք գնացեք Բարսելոնա երկրպագուի մոտ ու հարցրեք, թե ինչպես խաղաց Ռոնալդ Արաուխոն ու ինչ կարծիք ունեք Արաուխոյի մասին in general։ Նա ձեզ կոչնչացնի։ Հետո դուրս է բերում գոլ խփելուց հետո Լևանդովսկին։ Ինչու։ Ես հիշում եմ պատմական Բարսելոնային, այն լավագույն Բարսելոնային։ Բարսելոնան նման իրավիճակներում ուղակի վերցնում էր գնդակը ու զրկելով մրցակցին գրոհելուց սպանում էր խաղը։ Իսկ եթե դուք նայում եք Հանսի Ֆլիկի Բարսելոնային կոնկրետ վերջին րոպեներին, Հանսի Ֆլիկի Բարսելոնան գրոհում էր։ Գովելի է արդյոք դա։ Իհարկե գովելի է։ Միտք ուներ դա։ Ընդհանրապես ոչ։ Ու Բարսելոնայի վստահությունն ու խիզախությունը խաղացին չար կատակ իրենց հետ։ Վերջին վարկյաններ։ Ժերար Մարտինը կորցնում է գնդակը Դենզել Դումֆրիսի հետ պայքարում, այդտեղ խախտում չկար, որովհետև Ժերար Մարտինն է հարվածում Դումֆրիսի ոտքին։ Գոլի հեղինակ է դառնում ընկերներ Աչերբին։ Աչերբին, մի խոսքով։ Գոլի հեղինակ է դառնում հաղթելով այնպիսի պայքարում, որտեղ պետք է հաղթեր Արաուխոն։ Լուրջ։ Աչերբին 90 րոպե վազում էր։ Աչերբին հոգնած էր։ Աչերբին 37 տարեկան է։ Ռոնալդ Արաուխոն դուրս է եկել վերջին 15 րոպեներին թարմ, առանց խնդրի, ավակի թև կապը ձեռքին, պատրաստն առաջնորդելու։ Ու Աչերբին տալիս է այդ գոլը բանը։ Արաուխոն։ Ու խաղը գնում է լրացուցիչ ժամանակ։ Ես գիտեք, ես այսենց եմ նայում ես հանդիպում, ասում եմ։ Ինչ խոսամ։ Ես մարտավարություն այստեղ չեմ խոսալու։ Շատ քիչ։ Արդեն խոսեցի, որովհետև կոնկրետ այս հանդիպումը մարտավարության մասին չէր։ Լրացուցիչ 30 րոպեների ընթացքում
բավականին պարզ դարձավ, որ թիմն է ավելի պատրաստ բնավորությամբ, ու դա եւս ընդունելի էր։ Բարսելոնան Հանսի Ֆլիկը ավելի կոնկրետ վերցրեց թիմ անփորձ երիտասարդ ու փորձեց անել անհնարինը։ Արդեն արել է, ինչ խոսք։ Նա հաղթել է Իսպանիայի գավաթը, նա հաղթել է Իսպանիայի սուպեր գավաթը, գնում է չեմպիոնության ու հիմա պայքարում է Չեմպիոնների լիգայի համար։ Ու ես սպասում եմ Բարսելոնայի կողմից տրեբլ, բայց այստեղ ոչ մեկ հաշվի չէր արել բնավորությունը, փորձ ունենալը ու ավելի պատրաստ լինելը զողողության։ Ընկերներ, Ինտերը ավելի պատրաստ էր գնալ զողողության։ Ու 4-րդ խփած գոլը հենց փորձի հաշվին էր։ Ես չհասկացա ինչպես կարող է մահացած, չգիտեմ, սատկած Մարկուս Թյուրամը, որը ինքը չէր վազում էլ դաշտում, ինքը ուժ չուներ որ վազեր, թարմ Արաուխոին շրջանցում է, տալիս է Տարեմին դնում է Ֆրատեզիի դիմաց, իսկ Ֆրատեզին դառնում է գոլի հեղինակ։ Իսկ դրանից հետո գիտեք ինչ անում Բարսան։ Ոչինչ։ Փորձում է անել միայն Լամին Յամալը։ Լամին Յամալը փորձում է միայն փրկել, բայց Զոմերը այդ խաղում ասեց, չէ, բրատ, դու չես հելնելու եզրափակիչ։ Յան Զոմերը խաղի հերոսն էր։ Յան Զոմերը դարձավ խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Նա փայլուն էր, փայլուն։ Ու Ինտերը ինքնազոհաբերության, բնավորության, կատաղի ցանկության շնորհիվ կարողացավ շրջանցել իրենից շատ ավելի ուժեղ ֆուտբոլ խաղացող թիմին։ Ես ասել էի, որ կիսաեզրափակչում արդեն ֆուտբոլային ունակությունները չեն, որ առաջնային դեր են խաղալու։ Ես չեմ հիշում, ու լայվի ժամանակ էի ասել, թե տղերքին էի չաթում ասել, բայց ես տեսանյութում հիշում եմ, որ դա ասել եմ։ Եվս մեկ բան։ Երբ քառորդ եզրափակչի վիճականությունը եղավ, ես ասացի, որ Ինտերը խաղալու է եզրափակչում, որովհետև Ինտերը փորձված համակարգ է։ Ու ով նրա դեմ խաղում է, փորձված համակարգ չի լինելու։ Ոչ Բարսան, ոչ Բորուսիան, ոչ էլ Բավարիան, որ այդ ժամ նրա մրցակիցն էր։ Ինտերը ամենափորձված համակարգն է Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում։ Ու Ինտերը հասավ եզրափակիչ։ Բրավո Ինտերին։ Ու ընդհանրապես բրավո երկու թիմերին էլ։ Բարսելոնա երկրպագուներ, ես ձեզ խորհուրդ եմ տալիս չհուսահատվել, չվհատվել, որովհետև դուք ունեք Եվրոպայում լավագույն 3 թիմերից մեկին, այսինքն ֆուտբոլ խաղացող թիմերից մեկին, հետագայում գուցե աշխարհի լավագույն թիմին։ Այսպես շարունակվելու դեպքում դուք ունեք երկար տարիներ աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, իդեմս Լամին Յամալի։ Տղան ուղղակի կախարդանքներ է գործում խաղադաշտում, իրոք։ Ես ասում եմ, ես նայում եմ, ես ասում եմ, սա Մեսին է, որովհետև միայն Լիոնել Մեսի խաղից է ես ամեն 90 րոպե սպասում ինչ-որ նոր բանի, ինչ-որ յուրահատուկ բանի։ Լամին Յամալն այդ ֆուտբոլիստն է, որ դա տալիս է։ Բայց կոնկրետ այս դիմակայությունում հաղթեց համակարգը, հաղթեց ինքնազոհաբերությունն ու գերմոտիվացիան։ Բարսան լողաց փորձի պակասից։ Բայց սա եւս դաս է, որը նրանք կխաղեն ու կօգտագործեն ավելի լավ հաջորդ մրցաշրջանում։ Սա պատմության լավագույն կիսաեզրափակիչներից մեկն էր, որ ես դիտել եմ, իրոք։ Երևի թե կհամեմատեմ, կհավասար դիրքում կդնեմ նախ Մանչեսթեր Սիթի Մադրիդի Ռեալ խաղին, որտեղ Ռոդրիգոն խփեց վերջին վայրկյաններին գոլը, ու կդնեմ Լիվերպուլ Բարսելոնա խաղի կողքին, անչափ տպավորված է այս խաղով։ Չափազանց տպավորված է այս խաղով ու հուսամ, որ նմանատիպ ֆուտբոլներ մենք շատ կտեսնենք։ Ինտերին շնորհավորում եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ վերջին 2 տարում երկրորդ անգամ։ Իսկ Բարսելոնան եւս շնորհավորում եմ։ Դուք շատ ճիշտ ճանապարհի վրա եք, դուք ունեք հիասքանչ ֆուտբոլիստներ, պետք է որոշներից իհարկե ազատվել, բայց Բարսելոնան նման պոտենցիալով առաջիկա 5 տարվա մեջ լինելու է աշխարհի բացարձակ լավագույն թիմը։ Նույնիսկ Paris Saint-Germain-ից ավելի ուժեղ, որովհետև նախ Paris Saint-Germain-ին չեն հետևելու, որպեսզի այդպես ասեն։ Երկրորդ, մրցակցությունն ու պայքարը ավելի շատ կստիպի Բարսելոնային դառնալ ավելի ուժեղ։ Իսկ ես վստահ եմ դրանում։ Բարսան ֆանտաստիկ էր։ Բարսան որակապես 2 գլուխ ուժեղ էր Ինտերից, բայց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում միայն որակապես ուժեղ լինելը բավականին քիչ է։
Եվ արդեն երկրորդ հանդիպումը Paris Saint-Germain Arsenal, այստեղ մի փոքր այլ էր ամեն ինչ ու այստեղ ամեն հարգանքով Arsenal-ի երկրպագուների, Arsenal-ի ֆուտբոլիստների ու նրանց կատարած աշխատանքի վերաբերյալ, բայց էապես կար տարբերություն ֆուտբոլային մակարդակների մեջ, այսինքն ոչ թե մեծ տարբերություն, բայց ասենք օրինակ օրինակ սա Paris Saint-Germain-ն է, սա Arsenal-ն է ու այդ տարբերությունը իհարկե երևում էր կոնկրետ առաջին խաղից հետո։ Նախ առաջին խաղի վերաբերյալ ես չեմ հիշում, ես կարծիք հայտնել եմ թե չէ, հա մենք ուղիղ եթեր ունեցել ենք, ես վաղագին նշեցի, որ ես զարմացա Arsenal-ի վախկոտ ֆուտբոլից, Arsenal-ի ավելի շատ ոչ թե վախկոտ, այլ գիտեք ոնց որ լավ, մեկը կա պատասխան հանդիպում, մենք ընդ մի բան կանենք, թող այս խաղը 1-0 պրծնի, մենք ընդ մի բան կանենք, բայց չգիտեմ խի իրանք մոռացել են, որ պատասխան հանդիպումը Parc des Princes-ում է, Փարիզում է, պատասխան հանդիպումը լինելու է Paris Saint-Germain-ի երկրպագուների ուլտրասի մոտ, ու իմ կարծիքով ընկերներ, որ Arsenal-ը պարտվեց ոչ միայն խաղադաշտում, այլև խաղադաշտից դուրս։ Երկրպագուների աջակցությունը Arsenal-ի մեղմ ասած տխրեցրեց։ Եթե դուք տեսել եք այդ լուսանկարը, որտեղ ոնց էր։ Ինչ էր պատրաստել Arsenal-ը, ինչ բաներ էր պատրաստել Arsenal-ը, նման բան ավելի լավ անում է Ֆաֆը։ Ես հարգում եմ Ֆաֆին, հարգում եմ յուրաքանչյուր մարդուն, ով այնտեղ կա, ու ես ավելի քան վստահ եմ, որ այն ինչ անում է Ֆաֆը, այն ինչ արել է Ֆաֆը, ինչ պերֆորմանս որ արել է Ֆաֆը, ավելի լավն էր, քան Arsenal-ի երկրպագուների պերֆորմանսը։ Ուղղակի ինչ որ այդ պլակատ են իջացրել, շատ վատ փակցված։ Խնդրեմ, Champions League-ը մենք դες աջակցում ենք, խաղացեք։ Դուք տեսաք թե ինչ արեց Paris Saint-Germain-ի երկրպագուները։ Դա մեգա կարևոր աջակցություն է։ Ու երկրպագուների աջակցությունը պետք է ստիպեր Arsenal-ին խաղալ ավելին։ Բայց Emirates-ում կարծում եմ Arsenal-ը այդ աջակցությունը չստացավ։ Ու այդ գիտեք ոնց կխփենք, մի հատ հեչից կխփենք։ Այդ մտքով Paris Saint-Germain էր գնացել Arsenal-ը։ Ու մեկնարկային 15 րոպեները նախ մեկնարկային կազմերով ասեմ Ուսման Դեմբելեն, դա կորուստ էր PSG-ի համար, Ուսման Դեմբելեն դուրս էր մնացել մեկնարկային կազմից, ինքը հասցրեց վերականգնվել, բայց կարծում եմ միջև վերջ չվերականգնվեց ու Լուիս Էնրիկեն նրան տվեց հանգստի հնարավորություն, այսինքն պայստայինների նստարանում էր սկսում հանդիպումը։ Մնացած առումներով ամբողջությամբ մարտական կազմով էր դուրս եկել խաղադաշտ Paris Saint-Germain-ը, Arsenal-ը ուներ պլյուս նախ վերադարձել էին Թոմաս Փարթին ու Կալաֆիորին, Թոմաս Փարթին ուներ որակազրկում դրա համար առաջին հանդիպումը չխաղաց, իսկ Կալաֆիորին վնասվածքի պատճառով էր, բայց վերադարձավ, մտավ խաղադաշտ, ոչ մի բան չարեց։ Ու Թոմաս Փարթին միանգամից դուրս էր եկել խաղադաշտ, որպեսզի կարողանար կանգնեցնել այդ շարժը Paris Saint-Germain-ի կենտրոնում, որովհետև Թոմաս Փարթին ամբողջությամբ քանդող ֆուտբոլիստ է, մի փոքր փոխվել է Դեկլան Ռայսի դերը խաղադաշտում, այսինքն ինքը նախ կարում է քանդել իր բնական այդ տաղանդը, տալիս է նրան խաղը քանդելու հնարավորություն, բացի դրանից Դեկլան Ռայսը սովորել է այս վերջին մրցաշրջանում, այսինքն ոչ թե սովորել է, զարգացրել է այն ունակությունը, որ ինքը կարողանում է գնդակը վերցնել ու տեղաշարժել դեպի հարձակում, ինչը ինձ թվում է Պրեմիեր լիգայում հատկապես Դեկլան Ռայսը անում է լավագույններից մեկն այս պահին, ավելի լավ, քան Մարտինե դե Գոռա, որը խայտառակ վատ մարզավիճակում է։ Arsenal-ը սկսեց հանդիպումը մեկնարկային 15 րոպեները ուղղակի փայլուն էին ու ես կարծում եմ որ Arsenal-ի Միկել Արտետայի շեշտը դրված էր հենց դրա վրա մեկնարկային 15 րոպեներում 20 րոպեներում պետք է արագ գոլ պետք է արագ վերականգնել հաշվի հավասարությունը ու տեղից արդեն պիտի գնա մտքի խաղերը այդտեղ պիտի գնա արդեն մարտավարություն ու այդ առումով պիտի մարզիչը լիներ գլխավոր դերակատարը խաղադաշտում նույնիսկ լինելով տեխնիկական գոտում ու իրոք միջև բաց թողած գոլը Arsenal-ը տպավորում էր մի այլ տիպի տպավորում էր ու միայն Ջանլուիջի Դոննարումայի հանճարը թույլ չտվեց որպեսի Arsenal-ը գոլ խփի երկու գեր ֆանտաստիկ սեյվ է կատարում Դոննարուման ու պահում է սեփական դարպասը անառիկ թույլ չտալով Arsenal-ին ինչ որ մի ձևով ուրախանալ Ինձ հետո մեկնաբանություններում Telegram-ում գրեցին, որ արդյոք հիմա էլ չես համարում Ջանլուիջի Դոննարումային top դարպասապա։ Ասեմ, ոչ, չեմ համարում։ Գիտեք ինչու, որովհետև իմ համար, ինչպես ես եմ հասկանում top դարպասապա կամ top ֆուտբոլիստ, ոչ թե
խաղով է որոշվում, կամ մեկ մրցաշարով է որոշվում, կամ ինչ լավ մարզավիճակում ես դու գտնվում այս պահին։ Իմ համար top է համարվում այն ֆուտբոլիստը, որը այդ մարզավիճակը պահում է հնարավորինս երկար։ Ինչպես դա անում է Տիբո Կուրտուան, ինչպես դա անում էր Ուգո Լյորիսը, ինչպես դա անում է Ալիսոնը, ինչպես դա անում էր Մարկ Անդրե տեր Շտեգենը միջև վերջին շրջանում իր ստացած վնասվածքները։ Ես շատ կհիշեմ դարպասապանների։ Կեյլոր Նավասին հիմա ոչ մեկ չի հիշում, ընկերներ, բայց Կեյլոր Նավասը Մադրիդի Ռեալի այդ 3 անգամ իրար վրա Չեմպիոնների լիգա վերցնելու ամենակարևոր դետալներից մեկն էր։ Կեյլոր Նավասը երբ բռնում էր այդ կուրաժը, վсё, դու մեռնես չես խփելու այդ դարպասային գոլ։ Դու չես խփելու, որտեվ այնտեղ կա Կեյլոր Նավաս։ Իսկ Դոնարուման այդպեսին չէ։ Դոնարուման խաղում է լավ մրցաշարում, խաղում է լավ 2-3 ամիս, հետո 2-3 ամիս ինքը որ նայում ես էապես ինչով է տարբերվում փաստացի Վերբրյուգենից։ Ոչ մի բանով։ Բայց կոնկրետ էս խաղում, եթե նայում ենք խաղով ու եթե վերլուծում ենք խաղով, Ջանլուիջի Դոնարուման ֆանտաստիկ էր։ Ինչպես էր նա ճկուն, նայեք, հասկանում եք Ջանլուիջի Դոնարումայի համար ցածր գնդակներ, ինչպես եւ Տիբո Կուրտուայի վերցնելը բավականին բարդ են, շատ բարդ են, որովհետեւ իրենք հասակը, իրենք հասակով են, գրեթե 2 մետր են նույնիսկ ավելին, ու պարկել, հարմարվել է ցածր գնդակներին շատ բարդ է։ Դոնարուման փայլուն կատարեց այդ բարդությունը հաղթահարելը կոնկրետ Արսենալի դեմ դիմակայությունում։ Ու մեկներկային 15-20 րոպեների ընթացքում, երբ Արսենալը ճնշեց ու չստացավ արդյունքի, Paris Saint-Germain ուղղակի ոչինչի ստեղծեց գոլ։ Նախ բարձ էր թե ինչ ու հետաքրքիրն այն է, որ Paris Saint-Germain-ը գիտեր, որ Arsenal-ը ճնշելու է, ու մեկներկային 20 րոպեն վարձ զգացում էր, որ Paris Saint-Germain-ը միմիայն հակագրողների համար է։ Միմիայն խաղալու է հակագրողների համար։ Բայց ինչն է ինձ հիացնում Լուիս Էնրիկեի խաղի մեջ, ու ինչու են ինձ համար այս պայի դրությամբ աշխարհի 3 լավագույն մարզիչները Ֆլիկը, Սլոտը ու Էնրիկեն։ Երկրորդ հորիզոնականում Սլոտը, առաջին տեղում Էնրիկեն։ Ու հիմա ասեմ թե ինչու։ Բոլորս էլ գիտենք, արդեն հասցրել ենք զգալ, որ Արնե Սլոտը ֆանտաստիկ է առաջին խաղակեսից հետո։ Ինքը հիասքանչ է կարդում խաղը, ուղղակի հիասքանչ է կարդում խաղը, չի կատարում որևէ փոփոխություն, բայց այնպես է կարողանում հասցնել նկատել իր թիմի թերացումները, մրցակցի թիմի բաստողումները ու 10 րոպեվա մեջ հանդերձանում այնպես է կարող վերափոխել թիմին, այնպես է կարող ճիշտ հասցնել թիմին ինչ պետք է անել, որ երկրորդ խաղակեսի Սլոտը աշխարհում լավագույնն է։ Չգիտեմ, գուցե չընդունեք, գուցե տեսնեք մարզաշապիկը վրաս ու ասեք լավ դե հազիվել տենց բան ասես, բայց միայն կույրը դա կարող է չհաստատել։ Արնե Սլոտը երկրորդ խաղակեսերում գեր ֆանտաստիկ մարզիչ է։ Նա հիասքանչ կարդում է խաղը։ Բայց ինչու է Արնե Սլոտը իմ մոտ երկրորդ հորիզոնականում, իսկ առաջինում Էնրիկեն։ Երբ որպես այդպեսին պայմանները հավասար են։ Ասեմ ավելին, Էնրիկեի պայմաններն ավելի բարդ են, որովհետև Էնրիկեն կորցրեց բանին։ Չէ՞ լավ առաջին մրցաշրջանը չէր Էնրիկեի, բայց դե ինքը կորցրեց գերաստղ Կիլիան Մբապե։ Ու սա այն դեպքերից է, երբ գերաստղը գնացել է թիմից ու թիմը դարձել է եռակի ուժեղ։ Կարծում եմ Նասեր Էլ-Խելայեֆին իմ ասենց գլուխը բռնել ասել ես այսքան փող եմ ծախսել, բայց բարձվում է հաղթատուղթը դրա մեջ չէր։ Լուիս Էնրիկեն աշխարհում լավագույնն է, որովհետև նա կարողացել է իր թիմին այնպես ճիշտ բացատրել ու սերմանել այն ֆուտբոլը, որ ինքն է ուզում տենալ, որ եթե Արնե Սլոտի Լիվերպուլը խաղակեսում ամեն ինչ հասկանում է ու փոխում է հանդիպման ընթացքը, Լուիս Էնրիկեի Paris Saint-Germain-ը դառնում է խաղի ժամանակ։ Հասկանում եք։ Ու Լուիս Էնրիկեի Paris Saint-Germain-ը նկատեց, թե ինչ է ուզում Արսենալը խաղի ժամանակ ու փոխեց իր ֆուտբոլը։ Paris Saint-Germain-ը ուղղակի ինքն իրեն բարձրացրեց վերև, կենտրոնը վերցրեց իր ձեռքը, որովհետև ունի նման ֆուտբոլիստներ։ Օգտագործում էր Դեսիրե Դուեին որպես կեղծինը համար, ոչ այդքան լավ, որքան Խար Դեմբելեն, բայց որպես կեղծինը համար, որը կարողանում է իջնել ներքև, ինքը տեխնիկապես զարգացած ֆուտբոլիստ է, իրանից գնդակ խլելը բավականին բարդ է, պրոստ է ինքը խայտարակ եսասեր է ու վինգերներ։
Կվարացխելյան լայնության ֆուտբոլիստ, Բարկոլյան լայնության ֆուտբոլիստ, եթե Բարկոլյան թիկունքով արագացում հավաքող ֆուտբոլիստ է ու ինքը կարում է դա անել, Կվարացխելյան ավելի զարգացած է, նա կարողանում է ստանալ եւ ոտքին ու գնալ դրիբլինգի եւ թիկունքից արագացում կատարել։ 20-րդ րոպեից հետո Արսենալը մահացավ, որովհետեւ Paris Saint-Germain-ը ուղղակի փակեց բոլոր օթերը։ Արսենալի համար ուղղակի փակեց բոլոր օթերը։ Ու այդ ամենը բերեց ստանդարտին։ Ու ինչտեղ շատ տպավորիչ, որ ստանդարտի արքաներին գոլ են խփում ստանդարտից։ Ֆաբիան Ռուիս, հիասքանչ գոլ է խփում Ֆաբիան Ռուիսը ու առաջին խաղակեսը գնում է պատմության գիրկը։ 1-0 հաշվով Paris Saint-Germain հաղթում է։ Ես նստած եմ ասում եմ ինչ պիտի անի Արտետան, ոնց պետքա խաղա Արտետան։ Նախ պետք է անել Մարտինելլին, շատ արագ։ Պետքա մտնի Տրոսարը։ Հետո ես չգիտեմ խի մտածեցի, որ պետք է մտնի Ժորժինյոն ու ես կարծում եմ, որ ես ճիշտ մտքի վրա է, որովհետև Արսենալը որպես այդպեսին կորցնելու բան չուներ, իսկ Արսենալը շարունակում էր խաղադաշտում բայել քանդող խաղացողների։ Փարթին պետք է դուրս գար խաղադաշտից կամ չէ լավ, Փարթին չէ, ընկերներ։ Այսինքն չգիտեք ինչ պետք է աներ։ Դեկլան Ռայսը պետք է բարձրանար վերև, Մարտին Էդեգորը պետք է պրոստը դուրս գար խաղադաշտից, ինքը խայտարակված ֆուտբոլ էր խաղում։ Ու պետք է դուրս գար խաղադաշտ Ժորժինյոն։ Մարդ, որը կառավարում է խաղը։ Ու իմ կարծիքով, այս դիմակայությունում, այդ իրավիճակում Ժորժինյոն շատ պետք կգար թիմին։ Ես չգիտեմ արդյոք Ժորժինյոնի վերջը դուրս եկավ խաղադաշտը, չէ, չեմ հիշում, բայց դա պետք է լիներ հենց խաղակեսի սկզբում։ Բայց գիտեք ինչ։ Ամենակարևորը ինչը ես չտեսա Արսենալի մոտ երկրորդ կեսում։ Դա այն էր, ինչը ես տեսա Ինտերի խաղի մեջ։ Այսինքն, պարզ երևում էր, որ մրցակիցը քեզանից ուժեղ է։ Մրցակիցը ավելի լավ գիտի ինչ անի խաղադաշտում, մրցակիցը ավելի շատ է տիրում գնդակին, մրցակիցը հաղթում է հաշվի մեջ։ Եկել է պահ, որ դու ցույց տաս բնավորություն։ Իսկ քանի անգամ ենք մենք տեսել վերջին տարիներին, ինչ գլխավորել է Արսենալը, Միկել Արտետան, լավ, մեկնարկային 2 տարին, 2.5 տարին ուղղակի վերափոխում էր թիմի մենտալիտետ ու ընդհանրապես ոչ միայն մենտալիտետ, այլ ամեն ինչ։ Վերջին 2 մրցաշրջանում քանի անգամ է միավորներ կորցրել Արսենալը բնավորության հաշվին, չունենալով այդ բնավորություն։ Սա այդ խաղերից էր։ Արսենալը չարեց այն, ինչի մենք սպասում ենք։ Արսենալը ցույց չտվեց ատամներ։ Արսենալը ուղակի հույսը դրել էր ինչ-որ մի հատ բանի վրա, չգիտեմ ինչի վրա։ Ու երբ Արսենալը մի փոքր ակտիվացավ, նշանակվեց 11 մետրանոց, որը եւս 11 մետրանոց էր։ Այո, ես մի փոքր անհամաձայն էի այդ իրավիճակին, որովհետեւ ոչ թե նրա համար, որ չկար 11 մետրանոց, եթե նա մենք օրեկով 100%-անոց 11 մետրանոց էր, ձեռքը բնական դիրքում չէ, հարվածից հետո գնդակը դիպավ ձեռքին եւ այլն, բայց որպես այդպեսին գնդակը ուղղությունը նույնիսկ չփոխեց ձեռքին դիպչելուց հետո։ Ոնց գնում էր, տենց էլ գնաց, ու ես կարծում եմ, որ նման իրավիճակներում պետք է իհարկե ավելի մեղմ լինել, բայց այն, որ 11 մետրանոցը կար, դա փաստ է։ Վիտինյան մոտենում է գնդակին, խայտարակված է հարվածում, ու դրանից հետո ես մտածում եմ, ապա լավ դե հիմա, վсё, դարպասապահն էլ դա արեց, մի հատ ակտիվացեք։ Նույն բանը։ Այո, սակայն խփում է գոլ։ Հետո շատ արագ Հակիմին պատասխանում է։ Ու Paris Saint-Germain-ը դուրս է գալիս եզրափակիչ լինելով աշխարհում լավագույն ֆուտբոլը խաղացող թիմը։ Դա օբյեկտիվ է, կարծում եմ։ Բարսայի երկրպագուները կարող են դա ասել, որ ոչ, Ռեալինը կարող է ասել, որ ոչ, Ինտերի երկրպագուները կարող են ասել, որ ոչ։ Ես Լիվերպուլի երկրպագու եմ։ Ես կրում եմ Լիվերպուլի մարզաշապիկը։ Ես վստահ եմ, որ Անգլիայի լավագույն ֆուտբոլը խաղում է Լիվերպուլը։ Այս Լիվերպուլը խաղաց PSG-ի դեմ, երբ երկուսն էլ լավ մարզավիճակում էին ու հաղթեց PSG-ն։ Եվրոպայում լավագույն ֆուտբոլ խաղացող թիմն է PSG-ն ու նա արժանիորեն դուրս է գալիս եզրափակիչ։ Բրավո Լուիս Էնրիկե։ Իսկ Արսենալի հետ կապված ինչ կարող եմ ասել։ Եթե դուք մտածում եք, որ շաբաթը ավելի վատ չէր կարող լինել, միայն իմացեք, որ Արսենալը Parc des Princes-ից դուրս է գալիս պարտված։ Արսենալը 5-րդ տարին անընդմեջ մնում է առանց տիտղոս եւ ուղևորվում է ուղիղ Anfield չեմպիոնական միջանցք բացելու Լիվերպուլին։ Հիմա այսպիսի մի հարց ու
Կարծում եմ այսքանով բավարարվենք։ Այս հարցը սուղում եմ Արսենալի երկրպագուներին։ Նայեք։ Մրցաշրջանի սկզբում կային ամեն հույսերը ու ամեն ակնկալիքները Արսենալից, որպեսզի նրանք հաղթեն ինչ-որ մի հատ բան։ Նախ դուրս մնացին Անգլիայի գավաթից Յունայթեդից։ Հետո դուրս մնացին Նյուքասլից, լիգայի գավաթում։ Հետո կորցրեցին շատ կարևոր միավորներ ու առաջ պոկվեց Լիվերպուլը։ Հույսը Չեմպիոնների լիգան էր, Չեմպիոնների լիգայում նրանք դուրս մնացին։ Հերթական մրցաշրջանն առանց գավաթ։ Ու հիմա, եթե նայում ես մրցաշարային աղյուսակին, ապա Արսենալը չի ապահովել իր տեղը լավագույն երկու թիմերի շարքում։ Այսինքն երկրորդ հորիզոնականը Արսենալի համար ապահոված չէ։ Մանչեսթեր Սիթին, եթե չեմ սխալվում, 1 կամ 2 միավորի տարբերությունով է զիջում Արսենալին։ Արսենալի գալիք խաղը Լիվերպուլի հետ է։ Աստված մի արածց է Արսենալի համար, նրանք պարտվեն։ Մանչեսթեր Սիթին հաղթի ու Մանչեսթեր Սիթին տապալված մրցաշրջանում զբաղեցնի երկրորդ հորիզոնականը, իսկ Արսենալը իջնի երրորդ հորիզոնական։ Արդյոք ժամանակը չի եկել Միկել Արտետայի։ Ես կտայի եւս մեկ մրցաշրջան, բայց դա պետք է լինի վերջնականը։ Այսինքն ես կտայի եւս մեկ մրցաշրջան, կենտրոնական թոփ հարձակվողով, լավ վինգերով, ու եթե Արսենալը առնվազն 2 գավաթ չնվաճի, ես ուղղակի կհանեի Միկել Արտետային, կվռնդեի Միկել Արտետային։ Շնորհակալություն եմ հայտնում, այո, Արսենալի երկրպագուները պետք է համբուրեն Արտետայի ոտքերը, որովհետեւ նա հասցրեց Արսենալին էլիտա։ Բայց եթե պահանջները այդքանով պետք է ավարտվեն, ուրեմն Միկել Արտետան ամենահամապատասխան մարզիչն է Արսենալի համար։ Եթե պահանջները այդքանով պետք է ավարտվեն։ Մարդիկ ինձ ասում են, «Բա Յուրգեն Կլոպը արդյոք առաջին մրցաշրջանում ինչ-որ մի հատ բան արեց կամ ինչ-որ մի հատ»։ Ընկերներ, Յուրգեն Կլոպը 7 տարվա մեջ հաղթեց հնարավոր բոլոր գավաթները։ Սա Միկել Արտետայի 5-րդ մրցաշրջանն է, 5-րդ տարին արդեն։ Ոչ մի գավաթ։ Տեսնենք թե ինչ է լինելու Արսենալի վերջը։ Այս մրցաշրջանը ինտրիգ է պահում Արսենալը։ Ինչպիսի ավարտ կունենա Միկել Արտետան, ինչպիսի ավարտ կունենա նրա թիմը։ Բայց այն, որ Արսենալը հերթական անգամ առանց գավաթ է մնում, արդեն մտահոգվելու կարիք է տալիս։ Ոչ թե ինձ, այլ ակումբի ղեկավարությանը։ Նրանք ծախսում են 800 միլիոն, արդեն ծախսել են 800 միլիոն Արտետայի գլխավորությամբ։ Եվ այդ 5 տարվա մեջ ընդամենը 1 FA Cup, այն էլ սկզբում, երբ Օբամեյանգն էր այնտեղ, Չարիք Օբամեյանգը։ Դա խնդիր է։ Իդեպ, Պիեր-Էմերիկ Օբամեյանգը վերջին ֆուտբոլիստն էր Արսենալի կազմում, որ խփել է 20+ գոլ։ Ապրեք այդ իրականությամբ։ Իսկ Արսենալին կարծում եմ կենտրոնական հարձակվող պետք չի։ Իրանք 21-22 Մանչեսթեր Սիթի են փորձում լինել։ Բայց այնտեղ տենց չի։ Այնտեղ կար Կևին Դե Բրույնը։ Այնտեղ կային այլ թոփ ֆուտբոլիստներ։ Իսկ Գաբրիել Մարտինելլի, ով Չեմպիոնների լիգա հաղթել լինելու է անչափ բարդ։ Եզրափակում Պարի Սեն-Ժերմեն Ինտեր։ Կովկասյան դերբի էլ է սպասվում։ Հենրիխ Մխիթարյան դեմ Խվիչա Կվարացխելիայի։ Չալհանօղլու, Մեթի Տարեմի, լրիվ SNG պետությունները հավաքվել են մի գլուխ ու որոշելու են ականջավոր գավաթի ճակատագիրը։ Մայիսի 31-ին մեզ սպասվում է կրակոտ ֆուտբոլ։ Մինչ այդ էլ նաև Եվրոպա լիգայի կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչները կան, այնպես որ դրանց էլ պետք է հետևել։ Բայց մայիսի 31-ը լինելու է ֆանտաստիկ հետաքրքիր ու ֆանտաստիկ կրակոտ օր, որովհետև նախ մրցաշրջանի սկզբում, եթե ինչ-որ մեկին մենք ասեին, որ եզրափակում լինելու է Պարի Սեն-Ժերմեն Ինտեր, երբ երկուսն էլ խաղալու են շատ լավ ֆուտբոլ, հնարավոր է հարվածային այդ մարդու գլխին ու ասեին դու հոգեկան ես, բայց մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ Պարի Սեն-Ժերմենը աշխարհի լավագույն թիմն է, խաղում է լավագույն ֆուտբոլը ու տոտալ ֆավորիտ է։ Իսկ Կիլիան Մբապեն տակ Իսպանիաներում հերոստացույցով կհետևի, թե ինչպես նա հեռացավ Պարի Սեն-Ժերմենից, որպեսզի գնա Մադրիդի Ռեալ հաղթի Չեմպիոնների լիգան ու ոսկե գնդակը, իսկ հիմա նա տանն է, իսկ Պարի Սեն-Ժերմենը Չեմպիոնների լիգայի եզրափակում։ Շնորհակալություն տեսանյութը դիտելու համար, այսօրվա համար այսքանը, կհանդիպենք արդեն վիկենդից հետո, որտեղ քննարկելու ենք Լիվերպուլ Արսենալ, Էլ Կլասիկո, Քեյնի չեմպիոնությունը, Մանչեսթեր Յունայթեդ, իդեպ քննարկվելու է Մանչեսթեր Յունայթեդը, ես կդիտեմ Եվրոպա լիգայի հանդիպումը ու կարծիքս կհայտնեմ, որովհետև Յունայթեդը Պրեմիեր լիգայում ու Յունայթեդը Եվրոպա լիգայում դրանք տարբեր թիմեր են, ինչ է մտածում եմ, որ շատ սխալ մոտեցում է։ Ու ամենակարևորը խոսելու ենք, թե ինչպես է Ռուբեն Ամորիմը սարքելու մարտունակ թիմ Մանչեսթեր Յունայթեդից։ Ես ունեմ շատ մեծ թեզ դրա վերաբերյալ ու փորձելու եմ ձեզ հետ քննարկել։ Արդյոք դու համաձայն կլինեք ինձ հետ, թե ոչ։ Իսկ այսօրվա համար այսքանը։ Ձեզ հետ Գևորգներ։ Հաջողություն։